Ես Զաքարն եմ, ծմայեմ ազատազրկվել։ Ես իմ մեղքը այնքանով եմ ընդունել, որ ես մասնակից եղել եմ, տղային ծեծի եմ ենթարկել։ Իմ համար միշտ էլ դա եղել է կարմիր գիծ ուղղակի։ Ամբողջ կյանքում ինձ ուղղակի հիշացնելու է։ Բանտ ուղղակի այդպես ամեն ինչ խլում է տարիների ընթացքում, ամեն ինչ առանց որևէ բացառության։ Խոսքը գնում է մավան պատճառի կեղծման մասին, իր ամեն վատ կողմերով հանդերձ, սա կյանք է։ Ապրել նաև այն ժամանակ, երբ որ ես չեմ լինում ֆիզիկապես ուղղակի։ Ես Զաքարն եմ, Արարատից եմ, 2010 թվականից արդեն ծմայեմ ազատազրկվել, մինչև այսօր այս հիմնարկում պատժից կրում եմ 15 տարի։ 15 տարի բանտում եք։ Իմ դեպքը զինվորական դեպք է, ու ինչ-որ առանձնապես տակը ոչինչ բան չկար, ուղղակի ավելի շատ չհասնացման շրջանում էինք։ Ես իմ մեղքը այնքանով եմ ընդունել, որ ես մասնակից եղել եմ, որ ես տղային ծեծի եմ ենթարկել, բայց մնացած ինչի մեջ ինձ մեղադրել են, ես չեմ ընդունել եւ իրականության ընդհանրապես ոչ մի աղերսել չունի։ Այո, պայքարում եմ, բավականին դժվար է, որովհետեւ խոսքը գնում է մավան պատճառի կեղծման մասին։ Դատավճռով հաստատված է մավան մի պատճառ, բայց իրականում դատաբժշկի կողմից դա չի հաստատվել։ Ես այս մասին ես դիմել եմ դատախազությանը, ուղղակի դատախազությունը այս բանին մի փոքր ուրիշ կերպ է մեկնաբանում, բայց դա ինձ թվում է ժամանակի հարց է։ Եվ մի գործ է արդեն իմ դեպքով հարուցվել, որ խոշտանգումներ են տեղի ունեցել։ Հիմա այդ գործը քննության մեջ է, սպասում եմ տեսնեմ ինչ կլինի։ Ուղղակի վերջերս եմ արժած սկսել պայքար, որովհետև ինձ ժամանակ էր պետք, որ իրավաբանությունից փոքր ինչ հասկանայի, ընդհանրապես այդ ոլորտից, որ կարողանայի ավելի, ես գիտեմ ես ինչ եմ արել, կոպտես ինչ չեմ արել, բայց այդ ամեն ինչ իրավաբանական լեզվով ներկայացնելու համար քեզ պետք է նաև որոշակի գիտելիքներ, իսկ այդ գիտելիքները ձեռք բերելու այն ժամանակ է պետք, դրա համար ես ավելի շատ այս վերջերս եմ սկսել էլի, մինչև այդ ավելի շատ ուսումնասիրում եմ։ Բանտը իր բացասական կողմերով հանդերձ ամեն դեպքում ինքը չունի ամբողջական, ոնց են ասում, ազդեցություն մարդու վրա, եթե մարդը չի ուզում։ Եթե դու ընտրում ես ինչ-որ մի ուրիշ ճանապարհ, տվյալ դեպքում արդեն բանտի ազդեցությունը շատ նվազում է, դու շատ գնում ես զարգանում ես այն ուղղության վրա, որը դու արդեն ընտրել ես։ Հիմա ես այս ընթացքում բավականին փորձել եմ ինքնակրթվեմ ու իմ կարծիքով իմ մոտ մի փոքր ստացվել է, ու հենց այդքանով արդեն ես նվազեցրել եմ մյուս ազդեցությունները բանտի, բայց ամեն դեպքում բանտը դա անազատություն է, իր շատ բացասական կողմերով, որը ուղղակի մեր բնության հետ անհամատեղելի է ու դա ինչ որ կերպ հնարավոր չի հաղթարել ամեն դեպքում երկարաժամկետ նկատի ունեմ։ Դե սկզբում ամեն դեպքում նախ այն թվերին բանտը ուրիշ էր, հիմա արդեն շատ ուրիշ է։ Շրջանում դու շատ մտածում ես քո այդ կատարված դեպքերի մասին, այդքան շատ մեծ ազդեցություն չունի բանտը այդ շրջանում քո վրա, ավելի շատ հետագայում է լինում։ Ու այդ ավելի շատ այդ շրջանում ես մտածում էի իմ այդ կատարվածի մասին, ինչ այդ ամեն ինչը կատարավ, արդյոք դա հնարավոր էր ինչ-որ կերպ կանխել, արդյոք դա ամեն ինչը ինձանից էր կախված, ես եմ հիմնական գլխավոր մեղավորը, թե ինչ-որ կերպ հնարավոր էր դա կանխել, չգիտեմ, նման հարցերի մասին ենք ավելի շատ մտածում, հուսադրության շրջանն է շատ լինում այդ նույն շրջանում, որովհետև դա մի հատ շրջան է, որ աշխարհը ուղղակի փուլ է գալի քո գլխին ու հատկապես այդ ցմա բառը, որ ավելի շատ ես լսում, քեզ թվում է, որ ուղղակի կյանքը վերջանում է։ Հատկապես այն տարիքում, որ ես եմ ստեղ եղել, 19-20, չգիտեմ, այդ տարիներին գումարած, որ մի առանձնապես կրթություն չէի ստացել, ցմա բառը ինձ ընդհանրապես դեռ ուրիշ բան էր ասում։ Գումարած այն ժամանակվա քաղաքականությունը, որ մենք տենում էինք, դատավարությունը, որ մեր նկատմամբ կատարվում էր, այդ ամեն ինչը այս ցմա բառը մեզ ստիպում էր, որ այդ ցմա բառը մենք հենց ուղիղ իմաստով էլ հասկանանք, ոչ թե որոշակի ժամկետ, ինչ որ մի շրջան հետո կարանք փորձենք ազատության հետ կապված ինչ-որ բաներ, ավելի շատ այդ ասես մարդը հնարավորինս իջնում է ներքև, ավելի փլուզվում է, բայց ինչ-որ մի պահից սկսեցի, որ իմ մեջ ուժ գտնել, պայքարել, հասկանալ ինչա կատարվում իմ հետ, որտեղ եմ հայտնվել ու արդյոք ինձ այդ ազատությունը հետաքրքրում է թե չէ։ Կամ այդ շրջանում, հա, իհարկե, ես տենց էի մտածում, իսկ մի փոքր ավելի ուշ շրջանում ինձ ոչ թե ազատությունը առաջին պլանում չէր, այլ ազատության մասին նախ իմ պատկերացումները փոխվեցին,
ինձ ավելի շատ հետաքրքրում էր ոչ թե կարգավիճակը կամ չգիտեմ ինչ, այլ այն թե ես ուղղակի ինչ-որ բան կթողեմ ինձանից հետո կյանքում, թե չեմ թողի։ Անկախ նրանից ես որտեղ եմ, ամեն դեպքում սա կյանք է։ Իր ամեն վատ կողմերով հանդերձ սա կյանք է։ Ու եթե ինչ-որ բան ուզում ես թողնես, դու կարաս թողնես։ Ես շատ փորձում արվեստի մեջ տեսնեմ, նկարում եմ, string art-ով եմ զբաղվում, ձեռքի հետ ավելի ստեղծագործական գրեթե բոլորն փորձեր անում եմ, բայց ավելի շատ կենտրոնացած եմ հենց string art-ի մեկ էլ երկրաչափական абստրակցիայի բանի վրա, ներդաշնակման վրա, որը իմ կարծիքով բավականին հետաքրքիր մոտեցում է, նույնիսկ մեր ժամանակներում։ Իմ առաջին նկարներից հետո ես հիշում եմ, որ հոգեբան ունենք ստեղ, բանտում աշխատող, ինքը բավականին լավ օգնում էր, փորձում էր նույնիսկ օգնել հասկանալ ես ինչի համար եմ ինձ երկրաչափության վրա կենտրոնացել, նաև հաշվի էր առնում ընդհանուր իմ հոգեվիճակը, իմ գործը ու ինքը ինձ օգնեց հասկանալ ես ինձ ինչի համար ավելի շատ երկրաչափության վրա կենտրոնացա, շատ հարազատ մարդ կար, ով օգնում էր, որ ուղղակի ես մոտենայի արվեստին ու տարբեր բաներ էի փորձում, այդ ընթացքում ես հասկացա, որ առաջին սկզբնական շրջանում string art-ն է շատ դուր գալի, որտեղ ինքը շատ խիստ երկրաչափական էր ու այնտեղ սխալվելու հավանականությունը կարելի ասել 0 էր, իսկ եթե սխալվեր էլ հնարավոր էր շտկել դա։ Ու հոգեբանի հետ դաշնակցի արդյունքում ես հասկացա, որ երկրաչափությունից գրավում է զուտ նրա համար, որովհետև այդտեղ հնարավոր են սխալները շտկել ու սխալները անդառնալի չեն։ Ու մինչև ես այսօր հենց այդ երկրաչափության շրջանակում եմ մնացել եմ։ Երկրաչափական, ասենք, թելերի արվեստից անցնում եմ կտավների վրա արդեն ներկերով ու միաժամանակ նաև փորձում դրանք համադրեմ։ Ցուցահանդես մի քանի անգամ ունեցել, այդում 2 անգամ մենակ նկարիչների միությունում առաջին ցուցահանդեսը Իրականական հիմնարկը դա կազմակերպեց որպեսզի առաջին, երկրորդը, հա, առաջինը ես խմբակային եմ մասնակցել, առաջինը մի քիչ ուրիշ կերպ, առաջին հարազատներս օգնեցին, իսկ ընդհանրապես առաջին ցուցահանդեսը Սարգիս Մուրադյան պատկերասրահում տեղ ունեցել 2018 թվականին։ Այդ ցուցահանդեսները ընդհանրապես ինձ մեջ օգնեցին հասկանալ այն, որ ես անկախ ամեն ինչից ի վիճակի եմ ինչ-որ բան թողեմ ինձանից հետո։ Դա հիմա չգիտեմ, ինչ-որ մեկը կարող է ասի դա վատ արվեստ է, ինչ-որ մեկն ասի դա լավ արվեստ է, բայց դա կարևոր չի։ Կարևորն է, որ ես ինչ-որ մի բան կարամ թողեմ ինձանից հետո։ Գումարած դրան ցուցահանդեսը ստացած արձագանքները, հետևում եւ շատ նշանակալից մարդկանց կողմից ինձ այդ մտքի մեջ ավելի ամրապնդեցին, որ ես կարամ ինչ-որ մի բան թողնեմ ինձանից հետո ու նպատակը հենց դա է։ Ապրել իմ համար ապրելը գիտեք ինչի մենակ որ այս կարգավիճակում ենք ապրում ենք ուղղակի ապրելը նաև երբ որ դու քեզ ինչ-որ մի բան ես թողնում երբ որ դա սկսում ապրել եւ դու ես ապրում իրականում որտեղ դա քո մեջից ածանվել դա քոնն է այդ ապրելը նաև հենց դա է իմ համար ապրել նաև այն ժամանակ երբ որ ես չեմ լինի ֆիզիկապես ուղղակի Ուղղակի պետք է ամեն ինչ անելուց առաջ պետք է մտածել։ Շատ դժվար է այդ տարիքում ինչ-որ մեկից խորհուրդ հարցնել, բայց գիտեք, այդ տարիքում մարդիկ ուղղակի եթե ինքը գիտակցի, թե ինքը ինչի համար, ասենք կոնկրետ X խնդիրը տվյալ կերպ լուծում, դա կօգնի նաև իրան խնդրի լուծման հարցում փոփոխություններ անելու։ Այն իմաստով, որովհետև մենք այդ տարիքում հիմնական խնդիրը ոչ թե լուծում ենք, որտեղ մենք տենց ենք ճիշտ հասկանում, այլ մենք խնդիրը սովորաբար լուծում ենք, որովհետև մենք լուծում ենք այնպես, որ կողքից որոշ մարդկանց, ում մենք էտալոնային խումբ ենք համարում, իրանց ավելի հաճելի լինի, իրանց տեսանկյունից դա ճիշտ լինի, եւ մենք այդքանով փորձում ենք իրանց հաճելի լինենք։ Իմ դեպքն էլ է հենց այդպես մի դեպք, ու ես խորհուրդ կտամ, որ փորձեն երիտասարդները գիտակցեն, որ որևէ խնդրի լուծելուց շատ մեծ նշանակություն ունի այդ խնդրի լուծման համար կողքինի կարծիքը։
որ իրանք շատ ավելի անգամ ենթագիտակցաբար են դրան ենթարկվում։ Միշտ էլ երիտասարդները փորձում են ինչ-որ մի էտալոնային խումբ լինում, որոնց իրանք փորձում են ամեն կերպ հաճոյանալ, սկսած փողոցից, սկսած համալսարանում, ամեն կերպ բոլոր ոլորտներում տենց է ուղղակի։ Ամուսացած չեմ, երեխաներ չունեմ, բոլոր մարդիկ էլ ուզում են ի վերջո ամուսնանալ։ Ուզում են ամուսնանալ ու կազմեն ընտանիք, որովհետև ընտանիքը դա միակ տեղն է, որտեղ մարդը իր առաջին անհատական ինչ-որ մի բանն է ստեղծում նախ, երկրորդը ինքը որ հասկանում է, որ լիարժեք հենց այդ ընտանիքին է պատկանում։ Այնտեղ որտեղ տվյալ երբ որ մարդն ինքն է ստեղծում ընտանիք, ինքը տեղ ավելի մեծ պատասխանատվություն ունի, քան այն ընտանիքում, որ ինքը ապրում է իր հոր ընտանիքում, կոպիտ ասած։ Չգիտեմ, կարող է ինչ-որ մարդիկ փորձում են խուսափեն այդ պատասխանատվությունից, բայց իմ մեջ այդ խուսափելու բանը չկա։ Ու միշտ էլ ուզում եմ, բնականաբար։ Ոգեշնչում իհարկե կա այդ զգացողությունը, ու գիտեք, դա երբեք չի անցնի ուղղակի։ Անկախ այն բանից ես դա դիտավորյալ եմ արել, թե դիտավորյալ չեմ արել, իմ համար միշտ էլ դա եղել է կարմիր գիծ ուղղակի։ Ու կապ չունի, ելեմ ասում դա ինչ եղանակով, ինչ դիտավորությունն արվել, իմ համար դա կարմիր գիծ է, ու եթե կամ է, ուղղակի դա ամբողջ կյանքում ինձ ուղղակի հիշացնելու է։ Գիտեք, դա զգացողությունը այդ որ դու գիտակցում ես ուղղակի չեմ ուզում ասեմ, որ դու քեզ միշտ եղբոր ես զգում ինչ-որ մարդկանց կողքը, բայց դու հասկանում ես մի բան ես արել, որ ընդհանրապես դու դրա իրավունքը չունեիր։ Եվ ոչ միայն իրավունքը, նաև բարոյական իրավունքը դու չունեիր դրա անելու։ Ու դա ես հաճախ է լինում, որ նայում եմ օրինակ այդ տարիքի երիտասարդների կամ ասենք իմ հարազատներիդ ինչ-որ հանդիպում եմ ունենում, մտածում եմ, որ նույն կերպ ինքը կարող էր հանդիպում ունենալ, ուղղակի դա դժվար ապրումներ են։ Այդ զգացողությունը տենց օր չկա ուղղակի, որ ինձ լքի։ Հատկապես երբ որ ես գիտակցում եմ իմ գործունեության մեջ այդ դեպքը ոնց է արտահայտվում, օրինակ նկարում, ամեն անգամ ես նկարը նայելուց ես հասկանում եմ, ես խեմ այդքան խիստ երկրաչափություն սիրում, ակամ էլի գնում եմ այս նույն կետին։ Ինքը ժամանակի ընթացքում ամեն դեպքում քո մեջ ինչ-որ բաներ փոխվում են, բայց գիտեք ամենակարևոր բանը որն է։ Երբ որ մարդուն ազատազրկում են եւ իր կատարած արարքի վրա գումարում են էլի արարքներ, որ ինքը չի արել, դա որևէ կողմին ձեռնատու չի։ Այդ թվում է այդ մարդուն, որովհետև մենք ունենք պաշտպանական մեխանիզմներ ներքուս, դու ինչ-որ մի պահից դու սկսում ես դա քեզի հիմք ընդունել, որ քո հետ անարդար են վարվել։ Ու դու սկսում ես անդադ այդ մասին խոսալ։ Նախ այդ խոսալով դու ոչ միայն իրականությունն ես ցույց տալիս, այլ նաև դու մարդկանց մեջ ես ներշնչում, որ գիտեք ինչ կա, արդարությունը ինչ որ մեզ ներկայացվում է։ Ու դու էլ չես կարող լիարժեք ասենք զղջաս, որովհետև քո հետ շատ ավելի ուրիշ բաներ էլ արվել։ Օրենսդրությունը դա միանշանակ թույլ է տալիս։ Բոլոր փաստերը խոսում են այդ մասին, եւ չկա ոչ մի հակառակ փաստ, որ խոշնանգում տեղի չի ունեցել։ Նայելով որ այսօր ինչ է կատարվում ընդհանուր մեր երկրում, ես կարծում եմ, որ չգիտեմ ինչ կլինի, բայց այսօր հավանականությունը շատ ավելի մեծ է, քան ասենք 10 տարի առաջ էր։ Ես համ ապրիլին եմ հայտնել, Քարոզիա պատերազմի ժամանակ, համ 44-րդ ժամանակ եմ հայտնել, որ ես ցանկանում եմ մասնակցել, ու մասնակցել ամենաբարդ գործողություններում, որովհետև ես որտեղ որ ծառայել եմ, դա շատ բարդ տեղ էր իրականում։ Շատ անգամներ ուղղակի ամեն ինչ մեր հույսն էր, չնայած մենք 18 տարեկան էինք, բայց ամեն դեպքում ես դա հայտնել եմ ու միշտ էլ ցանկացել եմ ու նույն խցում ենք էլի ապրում ենք այն գրեթե ինչ որ ապրում էին կարելի ասել հենց խրամատներում, որովհետև գիտեք խրամատում զոհող զինվորը դա իր անձի համար չի զոհվում։ Ես չգիտեմ ինքը այդ բանը ինչ է մտածում, բայց ես իմ դիմացին ինչ է մտածում։ Մեր դիմացին չի մտածում, օրինակ սա վերցնենք Պողոսն դրա համար են Պողոսին սպանում, ինքը մտածում որ դա հայ է, իսկ ես եմ հայ։ Ես միշտ պատրաստ եմ եղել։ Չտվեցին գնալ։ Չէ։ Ոգի չեն պատասխանել այդ մասին ու վերջ։ Բոլոր զգացողություններն էլ արվեստի մեջ դրանք շատ կարևոր են։ Նույն թախիցն էլ, ուրախությունն էլ, այդ պայտակ զայրույթն էլ, բոլորն էլ դրանք արվեստի համար շատ կարևոր են։ Բայց իմ ամենասիրելի գործը, որ ասենք ես տենում եմ, որ այդտեղ դրված է կոպիտ ասած իմ ամենազգացողությունը, ես մի գործ եմ, ամը տաճար է։
ինքը համ հին անտիկ ոճով է կառուցված, համ ժամանակակից մոտիվներով, ամենաշատը հենց այդ գործն եմ սիրում։ Այնտեղ որտեղ քուրմերը կոպիտ ասած տաճարում քուրմերը իրան գիտության քրմերն ասենց ճակերտավոր ասած եւ այդ իրադարձությունները որ կատարվում են ոնց որ հինն ու եւ նորը միացել են իրար։ Ես իմ նկարները առանձնապես հիմա տեն շատ չեմ վերլուծում, ինձ առաջինից պրոստը շատ երկաչափական է ուրեմն ես եմ, բայց այդպես մանրամասը չեմ վերլուծել, որ ասենք բան անեմ։ Ուղղակի այդ բան ոնց զգում եմ կան որոշ բաներ այնտեղ զգալով չուղղակի հաշվառ string art-ի հետ կապված դու պետք է ուղղակի կոնկրետ հաշվարկներ անես ու զգացողություն տալ շատ առաջանում են այն ժամանակ երբ որ դու նկարը արդեն ավարտում ես դու նորով ես բացահայտում թե գիտությունը ոնց ինչ սիրուն է ներդաշնակում ուղղակի արվեստի հետ գիտեք ոնց է լայն իմաստով բան դժոխք է իհարկե դրանում կասկած չկա բայց ամեն դեպքում շատ մեծ նշանակություն դե դու այդ ամեն ինչին ոնց ես դիտարկում բանտը գիտեք ոնց է բանտը ի տարբերություն շատ այլ բաների բանտը ուղղակի քեզանց ամեն ինչ խլում է տարիների ընթացքում ամեն ինչ առանց որևէ բացառության Քեզանից ամենաշատը ինչն է խլել ամենաշատը իմ ընտանիքն է ինձ խլել իմ հանգիստը որ ինձ խլել է լիարժեք իմ հանգիստը զգացողությունը որ ես երբեք չեմ ունենա որ իմ խճին մարդ կա ամենադաժան բանը դա է Իսկ ինչ երաբերում ասացին, բան տա ամեն ինչ խլում ավակի դու պետք է այդ ընթացքում կարողանաս հասկանաս, որ իսկ դու ինչ կարաս բանտից խլես ինչ ժամանակից։ Ես բանտից խլելու մենակ գրականություն ու արվեստ։ Այդ այնց հաջողվել այս ընթացքում, ոչ ոք չունեմ։